ջրարկման մասով ռիսկի, օրինակ երեկվա մասում բանացել կային Այսպես ասեմ, իհարկե ցավալի դեպք է եւ ցավակցում եմ զոհվածի ընտանիքին, հավատացյալներին, մեզ բոլորիս յուրաքանչյուր դեպք մեր հայրենակիցներն են եւ ցավալի դեպք է տեղի ունենում։ Իհարկե, ինչպես նշեցի, դա մեր հերթապահություն իրականացնող տարածքում չի դեպքը տեղի ունեցել այլ մասնավոր հատվածներում։ Մենք համապատասխան նախաձեռնությամբ հանդես ենք եկել, որպեսզի նաև ոչ հանրային տիրույթներում, այսինքն մասնավոր տարածքներում պարտադիր անվտանգային նորմեր գործեն, շատ ժամանակ նաև մասնավորի զգուշացումներից հետո լինում են դեպքեր, երբ որ մեր քաղաքացիները կամ ինչի միայն մենք նաև ունեցանք Սևանա լճում օտարերկրացու, շատ ժամանակ այդ ամբողջ ծավալով հնարավոր չի վերահսկել։ Իհարկե մենք ինչպես ԱԹՍ-ներով անցած տարի ունեցել ենք նմանատիպ մեխանիզմ, երբ որ նախազգուշական աշխատանքներ են իրականացվել, այս տարի առավել ինտենսիվ նամանավանդ շաբաթ եւ կիրակի օրերին, բայց իմ կողմից նաեւ հանրահավաքական է իջեցվել, որպեսզի գրեթե ամեն օր հնարավորինս ամբողջ տարածքով մենք անընդհատ իրազեկման աշխատանքներ իրականացնել։ Իհարկե, կրկին նշեմ, ինչպես պարոն Մկրտչյանը նշեց, դա դեռևս բավարար չի։ Առաջին հերթին, այո, մեր ժողովրդի, մեր հայրենակիցների իրազեկվածության եւ անվտանգային նորմերին, կանոնները պահպանելու իրավագիտակցությունն է պետք բարձրացնել եւ դրանք իրականում պետք է շատ ավելի ինտենսիվ։ Ես չեմ ուզում նշել, որ ուսումնական հաստատություններում չեն իրականացվում, բայց բավարար չէ։ Մեր ծառայողների կողմից նաև բազմաթիվ ուսումնական պարապմունքներ են լինում արետների ռիսկերի կանոնների եւ իրազեկվածության եւ պահպանման տեսանկյունից, բայց դրանով մենք պետք է շատ ավելի ինտենսիվ աշխատանքներ իրականացնենք այսքանը